իրավական առումով այո։ Ես չեմ բացառում, որ միավորների առումով առավելություն տրվի, օրինակ ավելի բարձր միավորներ հավաքած տեխնացուին, չեմ բացառում, կարա կառավարությունը կամ վարչապետը այդպես վարվի։ Կարա, բայց պարտավոր չի։ Հետևաբար ես կդժվարանամ պնդում անել։ Ինչ վերաբերվում է միավորներին, եթե իմ հիշողությունս չի դավաճանում, ամենաբարձր միավորները ստացել էր Արթուր Նահապետյանը, այնուհետև գոնե բարևարկության առումով երկրորդ տեղում Գևորգ Քոչարյանն էր, երրորդ տեղում ուրեմն Պետրոս Մարտիրոսյանը, ով բարևարկության համար անցողիկ շեմը 150 միավորներ, ով 154 միավոր էր ստացել։ Հարց ունենք նաև դեսարանից, պարոն Հովհաննիսյան, նշվում է, թե ինչպես է ստացվում, որ դուք կարողանում եք այդքան շատ տեղեկություններ հայթայթել, անգամ ավելին, քան կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։ Տեսեք, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ունի իր գործիքակազմը եւ սահմանափակված է իր գործիքակազմով, ինչպես գիտեք, սահմանադրության 6-րդ հոդվածի համաձայն պետական մարմինները կարող են իրականացնել միայն այնպիսի գործառույթներ, որոնց համար պատվիրակված են համապատասխան պատվիրակված են օրենքով կամ այլ իրավական ակտերով։ Մենք այդպիսի սահմանափակում չունենք, մենք կարող ենք անել ամեն ինչ, ինչ որ կոպիտ ասած ապօրինի չի։ Եվ այս առումով իհարկե մեր ձեռքերը ավելի բաց են։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը չի կարող գիշերը գնալ եւ նայել, այլ X տեխնացուի ավտոկայանատեղիում կա մեքենա կանգնած, թե չկա մեքենա կանգնած։ Իսկ Y տեխնացուն, որ մեքենան օգտագործում է, այդ մեքենայի վրա ձմեռային անվադողեր են, թե ձմեռային անվադողեր չեն։ Հա, օրինակի համար եմ ասում։ Կան շատ բաներ, որոնք մենք կարող ենք անել, բայց կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը չի կարող անել, որտեղ իրանք դրա գործիքակազմը չունեն, իրանք դրա լիազորությունները չունեն։ Սա մի կողմից, ընդ որում նաև օրինակ հարազատների, ընկերների մասով շատ բաներ վերհանելու առումով կրկին կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը սահմանափակված է։ Օրինակ պարոն Բատիկյանի որդու կողմից 7 անգամ երթևեկության կանոնների խախտման ներողություն առանց վարորդական վկայական մեքենա վարելու մասով դա մենք ենք հայտնաբերել ոչ թե ԿԿՀ-ն, ուղղակի որտեվ ԿԿՀ-ն այդպիսի գործառույթ չունի, ԿԿՀ-ն պետք է հայտնաբերի տվյալ անձի կատարած իրավախախտումները։ ԿԿՀ-ն հայտնաբերել էր, որ տվյալ անձը ներկայացրել է, որ 2 իրավախախտում ունի տարվա ընթացքում, այնինչ ունի 29, բայց մենք նաև հայտնաբերել ենք, որ իր որդին էլ ունի եւս 7 ուրեմն 7 դեպք, որ առանց վարորդական վկայականի է վարել։ Սկզբունքային է հենց տեխնացուի խախտումները կամ ինչ-որ բան, թե նաև ընտանիքի։ Գիտեք, ստեղ ամեն ինչ։ Գիտեք, ստեղ ամեն ինչ, իհարկե, եւ դրա համար օրինակ իմ բազմաթիվ հարցեր դրա հետ կապված վերաբերվում էին հենց պարոն Բատիկյանի մասնակցությանը այդ խախտումներին։ Արդյոք ինքը տեղյակ է եղել, որ որդին իրեն պատկանող մեքենայով երթևեկության կանոնների խախտումներ է անում, առանց վարորդական վարում իր պատկանող մեքենան, հա։ Հիմա եթե ես ձեզ տամ իմ մեքենան, որ վարեք, ձեզ տամ ընտանիքիս անդամին տամ, հա։ Լավ, եթե ընտանիքիս անդամի դեպքում բնականաբար գիտեմ ով վարորդական ունի, ով վարորդական չունի, բայց լավ, մի անգամ տամ առանց վարորդական տուգանվի, երկրորդ անգամ տամ առանց վարորդական, դա նշանակում է, որ ես այդ պահվածքը խրախուսում եմ, ես այդ պահվածքի հետ օքեյ եմ, որ իմ մեքենան տալիս եմ, ասում եմ, հա, քշի որդիս, ոչինչ որ վարորդական չունես, քշի։ Սա մեկ եւ երկրորդը եկեք մի բան էլ հասկանանք, էլի։ Ինչպիսին կլինի հանրության վերաբերմունքը հակակոռուպցիոն կոմիտեին, եթե հանրությունը տեսնի, որ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի որդին պարբերաբար առանց վարորդական վկայականի մեքենա է վարում։ Հանրությունը այդ հակակոռուպցիոն կոմիտեին լուրջ չի վերաբերվի։ Հանրությունը այդ հակակոռուպցիոն երեք շատ տեխնացուների, բոլոր տեխնացուներն այդ հարցը տալիս էինք, թե ինչպես անել, որ հանրության եւ իրավապահների հարաբերությունները ավելի զարգանան, հանրությունը իրավապահներին ավելի շատ վստահի եւ շատ կարեւոր է, որ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն այնպիսի անձ լինի, որը չի
վանի հանրությանը, որի պահվածքը, որի նույնիսկ իրանց անկախ հանգամանքները, հա, որթու պահվածքը, նույնիսկ եթե իրանց ամբողջությամբ անկախ է, միևնույն է հանրային պատկերացումների վրա ազդելու է։ Պարոն Հովհաննիսյան, քիչ առաջ մեդիա կենտրոնում ժողովրդավարության վերաբերյալ քննարկում էր եւ ընդգծվեց այն հանգամանքը, որ կառավարությունը ավելի շատ հակված է իրեն լոյալ անձանց, հա, նշանակել եւ ոչ թե գնահատել պրոֆեսիոնալիզմը։ Այս պարագայում, երբ տարբեր այսպես գնահատականներ կան, հա, դուք նշեցիք բարեվարկությունը, անձնական փորձը, մասնագիտական, հա, ձեր կարծիքով ինչ երաշխիք, որ գործընթացի վրա կրկին այդ նույն մեխանիզմը ազդեցություն չի ունենա, հա, չի գնահատվի այդ լոյալությունը եւ ոչ թե մասնագիտական խնդրեմ։ Գիտեք, այս հարցը մի քիչ պատմություն ունի եւ այս հարցը քննարկելիս մենք չենք կարող մոռանալ 2021 թվականի իրադարձությունները, երբ որ շատ սուբյեկտներ, որոնք օրենքի սահմանադրության եւ իրենց բնույթի իմաստով պետք է անկախ լինեին, բայց իրենց անկախ չպահեցին եւ դուրս եկան իշխանության դեմ։ Եվ այդ պահից իշխանությունը եկավ այն եզրահանգման, որը ես անձամբ չեմ կիսում, բայց իրանք դրանից հետո եկան այն եզրահանգման, որ պետք է այն մարմինները, որոնք որ լոյալ, որոնք որ պետք է չեզոք լինեն, որոնք որ պետք է անկախ լինեն, ավելի լավ է լինեն լոյալ իշխանությանը, քան թե լինեն լոյալ, օրինակ, չգիտեմ, ընդդիմությանը, հա, կամ նախկին իշխանությանը։ Բայց այստեղ ես պետք է ասեմ, որ իմ մոտեցումն այն է, որ կարելի է ունենալ մարմիններ եւ ինստիտուտներ, որոնք որևիցե մեկին լոյալ չեն, որոնք իրենց գործն են անում, որոնք իրենց պարտականություններն են անում եւ չեն ոչ լոյալ են իշխանությանը, ոչ լոյալ են ընդդիմությանը։ Այդպիսի ինստիտուտներ Հայաստանում, գիտեք, կան, նենց չի, որ Հայաստանում անհույս է նման ինստիտուտ։ Կենտրոնական բանկը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը բոլոր քաղաքական պրոցեսների ժամանակ իրեն պահել է քաղաքականապես նեյտրալ։ Ինքը իր դիրքում է, ինքը իր սահմանադրական ֆունկցիան է կատարել։ Հա, եւ ինձ թվում է կամ օրինակ իհարկե քաղաքասարակությունը կարևոր ինստիտուտ է, պետական, բայց մարմին չի, բայց քաղաքասարակության կազմակերպությունները կարողացան իրենց տեղը պահել եւ չդառնալ սրա կամ նրա կողմնակիցը 2020-21 թվականի քաղաքական ճգնաժամի արդյունքում։ Կամ մի շարք էլի կան հիմա, որ հիշենք, էլի կան ինստիտուտներ, որոնք կարողացան իրենց չեզոքությունը պահել եւ ցույց տալ, որ իրենք չեն սենց ասեմ, չեն հնում բաների հետևից, որոնց հետևից իրանք չպետք է ընկնեն, հա? Չեն մտնում դաշտեր, որտեղ իրանք տեղ չունեն, հա? Որովհետև մի անգամ, եթե դու դա անում ես, եթե մի անգամ, տեսեք, մենք ընտրությունների ժամանակ դիտորդություն ենք արել։ Դե մենք մի անգամ ընտրությունների ժամանակ որևիցե տեխնացուի կամ կուսակցության աջակցենք, այլևս երբեք մենք չենք ընկալվելու որպես անկախ դերակատար եւ մեր նկատմամբ վերաբերմունքը բոլորի վերաբերմունքը, իշխանության վերաբերմունքը, ընդդիմության վերաբերմունքը կարող է այդ պահին ինչ որ մեկը ոգևորվի եւ մեզ աջակցի, ասի, այ ինչ լավն եք, ես լավ քաղաքական ուժին աջակցեցիք, բայց այլևս երբեք մենք չենք ընկալվի որպես անկախ։ Հիմա երբ որ դատական համակարգը 2021 թվականի ճգնաժամի ժամանակ ԲԴԽ-ն հայտարարություն անում եւ ասում է, այ իշխանությանը պետք է ցույց տանք, էս ինչ են ինչը։ Երբ որ գեներալիտետը հայտարարություն անում, երբ որ մի շարք կարևոր ինստիտուտներ զգում ես, որ ուղղակի իրանց տեղում չեն աշխատում։ Հա, հայտարարություն չեն անում պրոակտիվ, բայց ոչ էլ աշխատում են, որտեվ դե հələ մի հատ տեսնենք ով է իշխանության գալիս, ով է այս քաղաքական ուրեմն խժդժությունների արդյունքում կներեք արտահայտությունից վերք վեկալում, այդ վերք վեկալացի կողմը բռնենք, այս սենց ամորֆ վիճակներում 21 թվականին, որ իշխանությունը գնաց արտահերթ ընտրությունների, դրա հիմնական պատճառն էր, որ պետական համակարգին ցույց տան, որ իրանք լեգիտիմ են, որ իրանք են այս քաղաքական ճգնաժամի հաղթող, որովհետև պետական համակարգի շատ կառույցներ են որ դե հա որ իշխանությունը հանձնարարական է եկել, հա դե ջանամ չի եկել, այսօրանց հանձնարարականն է գալի, վաղ կարող է, չգիտեմ, Քոչարյանը գա իշխանության, էլի։ Այսինքն սա
մարդիկ շատ մարդիկ իրենց տեղերում չէին անում են ինչ որ իրենք պետք է անեին եւ դրա արդյունքում շատ ուժ լրատվամիջոցները շատ ես մեղմ ասած չեմ ուզում բոլոր լրատվամիջոցներին ասեմ շատ հեռու եմ այն մտքից որ բոլոր լրատվամիջոցները շատ լրատվամիջոցներ իրենց չեզոքությունը ոնց ասեմ զոհաբերեցին 2021 թվականին Եվ դրանով լրատվամիջոցների նկատմամբ օրինակ հանրային վերաբերմունքը միջև հիմա չեն կարողանում վերականգնել եւ դրանով նաեւ վնաս հասցրեցին բարեխիղճ լրագրողներին, բարեխիղճ լրատվամիջոցներին։ Շատ լավ։ Բայց նորից ես ուզում եմ ասել, որ ես չեմ կիսում իշխանության մոտեցումը, որ ընդդիմության լոյալության այլընտրանքը միայն իշխանության լոյալությունն է։ Ես կարծում եմ, որ իշխանությունը պետք է միջոցներ ձեռնարկի, որպեսզի իրապես այն մարմինները եւ ինստիտուտները, որոնք պետք է անկախ լինեն։ Իշխանությունը պետք է միջոցներ ձեռնարկի, որ լրատվամիջոցները այդ թվում նաեւ, օրինակ այնպիսի միջավայր լինի լրատվամիջոցների, որ անկախ լրատվամիջոցները զարգանան։ Եվ չառաջնորդվեն կանխավարկածով, որ լրատվամիջոցը կամ մերն է կամ մեր դեմ է, որ իշխանությունը կարող է այնպիսի միջավայր ձևավորել, որ մի շարք պետական մարմիններ, որոնք օրենքի համաձայն պետք է լինեն անկախ, դատախազություն, դատարաններ, իրապես անկախ լինեն։